Կրկին ողջույն մեզ շատ սիրելի հեռուստադիտողներ, դե ինչ մենք շարունակում ենք մեր ջերմ զրույցները եւ այս պահին մեր տաղավարում է Հայ Պերսոնա հաղորդաշարի հեղինակ, վարող եւ Արմալուր լրատվականի ղեկավար հաղորդավար Անի Հովանիսյանը։ Ողջույն Անի, շնորհակալ եմ մեր տաղավարում գտնվելու համար։ Բարև ձեզ Աննա ջան, ես նույնպես շատ ուրախ եմ այստեղ լինելու համար։ Ինչպես է սկսվել ձեր դեկտեմբերի 31-ի օրը եւ ինչպես է շարունակվում սովորաբար։ Արդեն մի քանի տարի է, այսինքն մոտ 14 տարի է, դեկտեմբերի 31-ը սկսվում է աշխատանքային, ինչպես մնացած օրերը։ Սկիզբը աշխատանքային, հետո ինչպես բոլոր տանկանայք, մայրերը, առօրյա սիրում եք ամանորը տոնել տանը։ Իհարկե սիրում եմ, ես առհասարակ սիրում եմ բոլոր տոները, նոր տարին առանձնահատուկ, քանի որ կարծես թե առանձնահատուկ ենք մոտենում այդ տոնին, զգացողությունները իրար են խառնվում, հիմնականում իհարկե ուրախ տրամադրություններ ենք ունենում, իհարկե շատ սիրում եմ ամանորը, առավել ևս, որ այն ինձ համար այս տարի լիարժեք փոփոխություններ է կրել։ Եթե գաղտնիք չէ, ինչ փոփոխության մասին է խոսքը։ Իհարկե գաղտնիք չէ, այս տարի ինձ միացել է նաև իմ դուստրը, իմ առաջնեկը եւ այս տարի ես ամանորը դիմավորելու եմ իմ գեղեցկուհի աղջկա հետ։ Եվ արդեն ձմեռ պապին պետք է շտապել պատվերներ ուղարկել, որպեսզի չնայած դեռ երեխան փոքր է, բայց կարծում եմ նվերների համար երբեք շուտ չէ։ Իհարկե։ Սովորաբար ամանորը ձեզ համար ինչ նշանակություն ունի եւ ինչպես է ամփոփում ձեզ համար տարին։ Իհարկե յուրաքանչյուր օր մեզ տալիս է ամփոփելու հնարավորություն, բայց ամանորը կրկնապատկում է այդ հնարավորությունը։ 2025-ը ինձ համար հրաշալի տարի է եղել, ոչ թե թվերով պայմանավորված, այլև Աստծո կամքով 2025 թվականը ինձ համար մեծ ձեռքբերումների եւ շատ մեծ ձեռքբերման տարի է եղել, ինչպես արդեն նշեցի, որն է հիմնական պատճառը։ Կարծում եմ բոլոր կանայք, աղջիկները, ովքեր մայրանում են, դրանով արդեն ամեն ինչ ամփոփվում է։ Լիարժեք երջանկություն է զգում, ապրում եւ հասկանում, որ կյանքում այո, իսկապես պատահականություններ չկան եւ պատահական ծնունդներ չկան, պատահական կյանքեր չկան, մարդկանց ծնունդները չեն լինում պատահական եւ այն բոլոր իրադարձությունները, որոնք տեղի են ունենում մեզ հետ, անպայման կանխորոշված են, կարծում եմ։ Եթե տեղափոխվենք մի փոքր մանկություն, ինչպիսին էր ամանորը մանկության տարիներին։ Հետաքրքիր է, երբ այս հարցը դուք տվեցիք, ես հիշեցի մեր բնակարանը, որտեղ մենք շատ մեծ ընտանիքով ապրում էինք, կենդանի էր նաև տատիկս, պապիկս, մեր ընտանիքը ապրում էր իմ հորեղբոր ընտանիքի հետ միասին, մենք շատ մեծ ընտանիք էինք եւ հիշեցի այդ եղևնին, որը դրված էր։ Իհարկե տխրությամբ չեմ ուզում հիշել այս պատմությունը, բայց հիշում եմ ինչպես էր մայրիկս քույրիկիս, ով ավելի մեծ է, հուշում թե նվերներն ինչպես կախել, որպեսզի մենք չնկատենք եւ չհասկանանք, որ ձմեռ պապ չկա։ Այդ պահին էր, որ բացահայտեցիք, որ ձմեռ պապ չկա։ Այո, բացահայտեցի, բայց դա որևէ նշանակություն չունի։ Ես մինչև հիմա սպասում եմ ձմեռ պապի անակնկալներին եւ նվերներին։ Իսկ այս տարիքում արդեն ձմեռ պապը ձեզ համար ով է։ Երևի այն մարդը, ում ամենաշատն եմ սիրում։ Հարազատները, ընտանիքի անդամները։ Այո։ Մանկության ամենաքաղցր բույրը, հոտը որն է, որ անընդհատ ձեզ այսպես հետ է տանում մտովի։ Գուցե չարչերկված լինի իմ պատասխանը, բայց մայրիկիս թխվածքների անուշաբույրը։ Անի, եթե մի փոքր ամանորյա թեմաներից անցնենք արդեն մասնագիտական դաշտ, գիտեմ, որ մի քանի հաղորդում եք վարում, ղեկավարում եք նաև լրատվական դաշտը, Հայ Պերսոնա հաղորդաշարում, որն է ձեր ամենասիրած թողարկումը երբևէ։ Շատ դժվար հարց է իրականում, քանի որ ես Հայ Պերսոնան շատ եմ սիրում եւ սիրում եմ իմ բոլոր հյուրերին։ Բայց սիրում եմ հատկապես նրանք, ովքեր իսկապես անկեղծ են լինում, դուք լինելով փորձառու լրագրող, գիտեք ինչ է նշանակում հյուրընկալել մի հյուրի, որը թվում է թե պետք է անկեղծ պատասխաններ տա, բայց հարցազրույցի ընթացքում դու բախվում ես ոչ այնքան անկեղծ պատասխանների։ Ես սիրում եմ իմ բոլոր այն հյուրերին, ովքեր շատ անկեղծ են եղել, այնուամենայնիվ ես կցանկանամ առանձնացնել երգչուհի Էմմա Պետրոսյանի հետ հարցազրույցը, որ ինձ համար իսկապես շատ տպավորիչ եւ սովորեցնող է եղել։ Շատ դժվար է իրականում տարբեր տեսակի հյուրեր ունենալ եւ նրանց բոլորին բացել, ցույց տալ իրենց թաքնված կողմերը հեռուստադիտողին, որպես լրագրող հաղորդավար դուք ինչ տեխնիկաներ եք օգտագործում, որպեսզի կարողանաք իսկապես ստանալ ձեր ցանկալի հարցազրույցը։ Գիտեք, ինձ համար նախ ուզում եմ ասել, որ ցանկալի հարցազրույցը սկանդալային հարցերով եւ հետեւաբար նաեւ պատասխաններով չի որոշվում։
Ինձ համար լավագույն ստացված հարցազրույցը պարզ հարցերով ուղղորդվող հարցազրույցներն են, անկեղծ պատասխաններն են։ Ես միշտ խուսափել եմ տալ իմ հյուրին այնպիսի հարցեր, որոնք նրան կդնեն անհարմար դրության մեջ։ Իհարկե իմ հաղորդման ֆորմատն է նաև հուշում, որ չպետք է լինեն այնպիսի հարցեր, որոնք կկաշկանդեն հյուրին, այնուամենայնիվ սիրում եմ հնչեցնել պարզ հարցեր եւ այնպիսի հարցեր, որոնք ինձ նույնպես հետաքրքիր են, ոչ թե պարզապես ուղում եմ այդ հարցերը։ Երբեմն իհարկե լինում են դեպքեր, երբ հյուրերը անկախ մեր հարցերից չեն ցանկանում կամ գուցե այդ պահին իրենց հարմար չէ բացվել հեռուստադիտողի առաջ։ Այդ դեպքերում ինչ մեթոդներ ես կիրառում։ Նախ պետք է ասեմ, որ համենայն դեպս իմ հաղորդման պարագայում ես միշտ նախապես հյուրի հետ փոքրիկ հարցազրույց եմ ունենում, իհարկե տեսախցիկներից այն կողմ եւ որոշակի ճշտումներ կատարում եմ։ Արդյոք կարող եմ հարցեր տալ իր ընտանիքից, ընտանեկան դրությունից, անձնական հարցերը միանշանակ շրջանցում եմ։ Իհարկե երբեմն լինում է այնպես, որ դու չես տալիս որևէ հարց իմանալով, որ դա խոցելի հարց կարող է հյուրի համար լինել, բայց հյուրը ինքը բացվում է եւ պատմում ինչ որ դրվագներ իր կյանքից, որոնց մասին դու բնավ չէիր պատրաստվել հարցնել եւ տեղեկություններ իմանալ։ Քանի որ նշեցի, որ զուգահեռ նաև լրատվական դաշտում ես գտնվում եւ ղեկավարում ես լրատվական թիմ, հետաքրքիր է այստեղ ինչ դժվարություններ կան եւ որն է այն կարևոր հմտությունը, որը պետք է երբ թիմ ես ղեկավարում։ Լրատվական ծրագրում աշխատանքը րոպեականություն է սիրում։ Դժվարությունը հենց դրանում է կայանում, որ կա այս պահը եւ չկա հաջորդ վայրկյանը, որովհետեւ եթե հաղորդումներ վարելիս, պատրաստելիս դու ունես հնարավորություն հետո որևէ բան ուղղելու, լրատվական ծրագրում պարզապես չկա այդ հնարավորությունը, որովհետեւ իրադարձությունը տեղի է ունենում այդ օրը, այդ պահին եւ դու լուսաբանումը նույնպես պետք է անես այդ պահին ցանկացած պայմաններում։ Եվ այդտեղ կարևոր է նաև ստրեսակայուն լինելը, հաշվի առնելով, թե ինչ չնախատեսված չէ, դեպքեր կարող են տեղի ունենալ։ Հավատացեք, որ լրատվական ծրագրում աշխատող ցանկացած եւ լրագրողը, եւ մոնտաժողը, եւ օպերատորը, եւ խմբագիրը, եւ ադմինիստրատորը այդ հմտությունը ձեռք են բերում այն պահից սկսած, երբ մտնում են աշխատանքի լրատվական ծրագիր։ Հետաքրքիր է երկու տարբեր ոլորտներ, որովհետև մեկը դիմանկարային հարցազրույց է, մյուսը լրատվական ոլորտ, ինչպես է կարողանում մեկտեղել եւ արդյոք երբեմն այդ խառնաշփոթը մասնագիտական չի առաջանում։ Խառնաշփոթը առաջանում է, բայց ժամանակի ընթացքում սովորեցի, որ դրանք երկու տարբեր աշխատանքներ են, դուք շատ ճիշտ նկատեցիք, որովհետև ամեն մեկը չի պատկերացնում, որ հաղորդում վարել, դիմանկարային հաղորդում վարելը դա ուրիշ աշխատանք է, լրատվական ծրագրում գործունեություն ծավալելը մեկ այլ։ Այնուամենայնիվ պետք է առանց ամաչելու ասեմ, Աննա ջան, որ այո, ինձ հաջողվում է այդ երկու աշխատանքներն էլ կատարել։ Երբեմն լինում է, որ մեկը մյուսին խանգարում է եւ ժամանակի առումով, եւ լարվածության, եւ տրամադրվածության առումով, որովհետեւ եթե օրինակ այդ օրը կա հայ պերսոնա նախագծի նկարահանում եւ որևէ իրադարձություն է տեղի ունեցել մեր հանրապետությունում, որին պետք է ուշով հետեւել, այդ դեպքում իմ աշխատանքը դժվարանում է եւ հայ պերսոնայում եւ լրատվական ծրագրում։ Շատ հետաքրքիր է, որովհետև պետք է երբեմն մի դերակատարումից տեղափոխվել մեկ այլ դերի մեջ եւ փորձել երկուսն էլ լավ կատարել։ Ձեզ մոտ, ինչպես դուք նշեցիք, հաջողում է եւ վստահ եմ այդ հարցում։ Հետաքրքիր է 2026 թվականին մասնագիտական ինչ նորություններ են սպասվում։ Գիտեք, իմ ձեր եւ մեր բոլորի կյանքը դասավորվել է այնպես, որ մեր կյանքում բոլոր իրադարձությունները մենք ինքներս կառավարել չենք կարող։ Այսինքն այն իրադարձությունները եւ փոփոխությունները, որոնք տեղի են ունենում եւ տեղի կունենան մեր կյանքում, կապ ունեն նաեւ մեզ շրջապատող մարդկանց հետ։ Եթե դու որոշում ես որևէ ձեռքբերում ունենալ, ես կարծում եմ դու միայնակ այդ ճանապարհը անցնել չես կարող։ Կապ ունի թե դու ինչպիսի միջավայրում կգտնվես, ինչպիսի իրավիճակների կբախվես, ինչպիսի փորձություններ քեզ կտրվեն, ինչ ճանապարհով դու դրանց միջով կանցնես եւ կկարողանաս հաղթահարել։ Այնուամենայնիվ 2026-ի համար նախատեսում եմ նոր հաջողություններ, նոր ձեռքբերումներ, բացառապես հաղթանակներ, իհարկե որտեղ կլինեն պայքարներ։ Հուսամ դրանք քիչ կլինեն, իսկ եթե կլինեն, անպայման թող ավարտվեն հաղթանակներով։ Եվ ավարտին իհարկե ես առաջարկում եմ պատասխանել իմ բլից հարցերին կարճ եւ արագ։ Ամանորը ձեզ համար ավելի շատ քնի պակաս, թե կալորիաների ավելցուկ է։ Կալորիաների ավելցուկ։ Քանի կիլոգրամ։ Ավելի լավ է չասեմ։ Տոնածառը զարդարելիս դուք ղեկավարում եք, թե խանգարում։ Ղեկավարում։
Կարևոր։ Լինել ամանորի անհարմար հյուր, թե ընդունել անհարմար հյուրի։ Ընդունել անհարմար հյուրի։ Ինչու։ Կարծում եմ ինքնազգացողության առումով ավելի լավ չի լինի, եթե դու հյուրընկալվես մի վայրում, որտեղ քեզ, այո, իհարկե, որտեղ քեզ չեն սպասում։ Ինչ երազանք եք երկար ժամանակ հետաձգել։ Մինչ օրս հետաձգվում է ոչինչ պատճառով։ Իսկ ո՞րն է այդ երազանքը։ Այդ մասին եթերում խոսել չեմ կարող։ Դե լավ, մենք հուսով ենք, որ կկատարվի այդ երազանքը։ Իհարկե։ Եվ իհարկե ամենակարևորը, որն է ամանորի ամենասիրելի երգը։ Վերնագիրը չեմ կարող ասել, Արթուր Գրիգորյանի հեղինակած երգերից մեկն է։ Շատ սիրում եմ այդ երգը եւ իհարկե բոլոր այն երգերը, որոնք դրական տրամադրություն կարող են ինձ փոխանցել։ Շնորհակալ եմ շատ Անի, ես մաղթում եմ, որպեսզի ձեր բոլոր երազանքները եւ նպատակները 2026 թվականին կատարվեն եւ անձնական եւ աշխատանքային եւ նաեւ կխնդրեմ ձեր ամանորյա մաղթանքը մեր հեռուստադիտողներին։ Իսրտե բոլորին մաղթում եմ, որ յուրաքանչյուրը գտնի իր երջանկությունը եւ քանի որ երջանկությունը շատ հարաբերական երևույթ է եւ յուրաքանչյուրս ունենք մեր պատկերացրած երջանկության ձևը, թող որևէ մեկը տխուր չլինի, որևէ մեկի սրտում քար չմնա, որևէ մեկը մյուսից խռոված եւ նեղացած չլինի, բոլորը թող լինեն երջանիկ, խաղաղ եւ թեթև սրտերով։ Շնորհակալ եմ Անի մեր տաղավարում գտնվելու համար, իսկ ձեզ սիրելի հեռուստադիտող առաջարկում եմ այս պահին միանալ մեր գործընկերոջը, իսկ ես, ինչպես ասում էր Արնոլդ Շվարցնեգերը հայտնի ֆիլմում, դեռ կվերադառնամ։